անդրադառնանք զբոսաշրջության ոլորտին, նշում եք, որ մեծ թվով զբոսաշրջիկներ էին գալիս, սակայն զբոսաշրջային ընկերությունները ահազանգում են, որ զբոսաշրջության կոմիտեն Հայաստանի մի շարք կետեր, մարզեր, Կարմիր գոտի է հայտարարել, մասնավորապես Գեղարքունիք, Սյունիք, Վայոց-Ձորի եւ Արարատի որոշ հատվածներում եւ այդտեղ արգելվում է զբոսաշրջիկներին տանել։ Արդյոք այս անվտանգային խնդիրները լուրջ ազդեցություն չեն ունենում ոլորտի վրա։ Չգիտեմ որտեղից եք վերցրել այդ ինֆորմացիան, բայց առաջարկում եմ գոնե մի քայլ ճշտեք նոր այդ հարցերը տվեք, որովհետև զբոսաշրջության կոմիտեն, էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեն ինքնին որևէ գոտի Հայաստանում կարմիր գոտի չի հայտարարել եւ այդպիսի ֆունկցիա էլ չունենք, որ դա անենք, դա գուցե չէ, ոչ, դա չկա, բացառում եմ նման մոտեցումը եւ դες էլ կոչ եմ անում ուղղակի վերստուգել ինֆորմացիան հարցերը տալուց առաջ, ինչ վերաբերում է զբոսաշրջային օպերատորներին եւ ընդհանրապես բիզնեսով զբաղվող կազմակերպություններին, ապա շատ հազվագյուտ դեպքերում է, երբ ընկերությունները ասում են, որ ամեն ինչ լավ է, գործերը լավ է, շահույթը մեծ է եւ այլն, եթե նույնիսկ դա այդպես է։ Այսինքն միշտ ինչ-որ բաներից բողոքում են, ինչ-որ բաներ ուզում են լավանա եւ այլն։ Այսօր մեր թվերը, որոնք պաշտոնական թվեր են, ասում են, որ առաջին ամսվա զբոսաշրջիկների քանակը 1,85 միլիոն զբոսաշրջիկ է, որը արդեն մոտավորապես հավասար է 2019 թվականի տվյալներին։ Հայաստանը զբոսաշրջիկների քանակի աճով աշխարհում գրում է 6-րդ տեղը առաջին ամիսների տվյալներով, զիջելով մի քանի արաբական երկրների եւ որոշ այլ երկրների, բայց ամենաբարձր աճերից մեկը ունի Հայաստանը զբոսաշրջությունը համեմատած աշխարհի այլ երկրների հետ, ինչը մեզ ուրախացնում է, բայց դա ելի եմ ասում, մեզ չի բավարարում եւ մենք պատրաստում ենք հաջորդ տարի ել ավելի շատ զբոսաշրջիկներ ընդունել, դրա համար էապես ավելացել է զբոսաշրջության բյուջեն, մենք այն բյուջեն ենք քննարկում եւ հաջորդ տարվա համար կազմելու է մոտ 13 միլիարդ դրամ, որոնցից զգալի մասը ներդրվելու է նաեւ ենթակառուցվածքների զարգացման վրա։ Պետք է նշեմ նաեւ, որ հաջորդ տարվանից մենք սկսում ենք մի նոր մասշտաբային ծրագիր, 20 զբոսաշրջային կլաստերների զարգացման ծրագիրը եւ արդեն հաջորդ տարվանից Համաշխարհային բանկի հետ սկսելու ենք ներդրումներ անել այդ 20 զբոսաշրջային կլաստերների զարգացման գործում։ Շնորհակալություն։